Աղտեն Փառք Հիսուսին քուրեր եղմաներ։ Դեն եկա գիտեք մեր մեջ, նայստեղ, ունա սիրում ամես քուրեր եղմաներ։ Ինչի է պետք որ մարդը զեցվի Սուրբ Հոգով։ Ինչի է պետք։ Առանց Սուրբ Հոգու դու տգար ես մարդ։ Առանց Սուրբ Հոգու դու անկարող ես մարդ։ Առանց Սուրբ Հոգու զորության, դամասեց Հիսուսը, մնացեք Երուսաղեմ, միշտ պիտի գազե մեջ Սուրբ Հոգին։ Մնացեք Երուսաղեմ, որ գաստո հոգին ձեր մեջ, որ առնեք զորություն, որ զորություն եւ այլի համար նախարաչեք, որ դու ապրես Հիսուս հետ, մեկանաս իր հետ, ծուլվես իր մեջ, առանց Սուրբ Հոգու, առանց անձամբ իրա գալուքո մեջ, անձամբ իրա, առանց իր աշխատանքի, դու չես կարող մեկանաս Աստծո հետ, դանողը Սուրբ Հոգին է, Փառք իրան, նա Աստված է կենդանի, նա զորեղ է, նա ունի իրավունք, ունի իշխանություն, քո վրա, աշխարհի վրա, խավարի վրա, սատանայի բոլոր գործի վրա, նա ունի իշխանություն, Աստծո Հոգին քո մեջն է, ճանաչի Սուրբ Հոգուն, ով է ինքը, ճանաչի իրան, ու տեղ դու ինքը գործիր քո մեջ, շարժի դեսը։ 3:16 Կաչեմ, որ դա ձեզի իր փառքի ճոխության չափովը, զորցնով հաստատվիկ իր հոգովը դեսի մարդու մեջ, որովհետև Քրիստոս հավատով ձեզ բնակվի, ու դուք սիրով ամատացած ու հաստատված ըլաք, որ Քրիստոսը կառուցվի քո մեջ, նա կյանքը գա հոգուտ մեջ, դանող քո մեջ, ի մեջ Սուրբ Հոգին է, Փառք Տիրոջը, գալա գործը քո մեջ, նա ունի քո մեջ, ունի նպատակ քո մեջ գալու, քուրեր եղբայրներ, որպես հաստատվի իր հոգովը նսի մարդու մեջ, եւ Հիսուս այդպես աղոտ կարեց, ուզեմ սեր կարտա, Հովհաննես Ավետարան 17:21, որպեսզի ամենամեկը լան, ինչպես ով հայտնի մեջս, ու ես քո մեջով ես անունքալ, մեր մեջ մեկը լան, բայց աշխան հավատաթե դուն ղրգեցիս, մեկանալ Քրիստոս է, դանողը Սուրբ Հոգին է, քուրեր եղբայրներ, մեկանալ Սուրբ Հոգու հետ, մեկանալ Քրիստոս կյանքի մեջ, մեկանալ այս սրբության հետ, առանց Սուրբ Հոգու դու տգար ես, առանց դու անհաղթ ես, դու չես ոչ բան հաղթելու, չես կարող հաղթել, իսկ Սուրբ Հոգին այն զորությունն է, հաղթելու աշխարհին, հաղթելու մեղքին, հաղթելու քո հոգուտ խավարին, անողը Սուրբ Հոգին է, դա քո ուժեն ձվերը, հանձնվի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, քուրեր եղբայրներ ջան, եւ գեղեցիկ է գրված Աստծո պատանում, Գաղատացիս 5:5 Վասնզի մենք հոգով սպասենք արտարության հույսի հավատքովը։ Այդ ինչ անում է մեր Սուրբ Հոգին, մեզ բացանում այն երջանիկ հույսը, որ դու երկինքի քարկացես, ու դու մեկանացած երկինք է, վասն մենք հոգով կսպասենք արտարության հույսին հավատքովը, դանոմը մեջ Աստծո Հոգին է քուրեր եղբայրներ, նա է աշխարհի հաղթողը, նա գիտի քո տկարությունը, դու որտեղ ես կաղում, դու որտեղ ես թույլ, որտեղ սատանան հաղթություն բերել, հոգուտ մեջ ինչ է կատարվում, գիտի Սուրբ Հոգին, նա քո մեջ բնակված է, քուրեր եղբայրներ, մենք լավ չենք ճանաչում Սուրբ Հոգուն, մենք լավ չգիտենք իր կարողությունը, դրանց չենք հանձնում իրան, այն հանձնել մեր վիճակներին, մեր վախերին, մեր մտքերին, մեր անկարողություններին մենք շուտրած ենք հանձնվում, հանձնի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգին ինքը անձ է Աստված, անձ է Աստված,
ամնակավ Աստված քո մեջ բնակված է։ Դեպքում եք բնակված է։ Հուրեր եղբաներ, առանց Սուրբ Հոգու մենք չեն կարող։ Եկված այսպես, այսօր շատ երիտասարդներ իրանց մարդկային ճիքերով, ջանքերով ուզում են որպես ազատեն մեղքից, չես կարող։ Քո հնարքները բավարար չեն։ Քո մարդկային ճիքերը բավարար չեն, որ քեզ ազատ անեն մեղքից, ազատ անեն աշխարհից։ Էդի երբ լավ խոսեցին, ինչի է պետք է Սուրբ Հոգու զորությունը, հաղթես սատանային, հաղթես աշխարհին, հաղթես մեղքին, հաղթես մարմնի ցամաքներին, հաղթես դա բոլոր կերպերին, դա նոր Սուրբ Հոգին է։ Եվ այդպես ասում, ձեր համար շատ քաջ ծանոթներ եմ կարդում, Թուղթ Հովհաննես առաջի երրորդ գլուխը։ Քրիստոսի երիտասարդներ, բայց դուք ուժով եք, Աստծո մեջ բնակված է ու չարին հաղթեցիք։ Հետո պիտի հաղթել տանես։ Հետո պիտի տա քեզ այդ զորությունը։ Ով պիտի անի քո մեջ, որտեղ քո մատեն ուժերը, խելքը հնարդել հապա Սուրբ Հոգին։ Քուրեր եղբաներ, մեզ որքան անհրաժեշտ է լսելու Սուրբ Հոգով։ Մեզ որքան անհրաժեշտ է նվիրվել իրան, տեղ տալ իրան, մեր մեջ Սուրբ տաճար պատրաստի, Սուրբ Հոգին, մեր հոգին, մեր շունչը, մարմինը անառատ անի Սուրբ Հոգին։ Սա դու պիտի ուզես, դու սրտանց փափագես, դե արի կյանքի մեջ, դե ազատից այդ մեղքից, իմ ամնի ցանկությունից, իմ ապականված անձից, ազատինց, Սուրբ Հոգի, ազատինց, դանողն ինքն է, բայց քո ուզելով, իմ համաձայնությամբ, իմ խոնարհվելով, մեղքը մերժելով, աշխարհը մերժելով, դա պետք է քո ներսդ իրանալ ծառաված, իրանալ փափակ ու կգալ Սուրբ Հոգին, կգա ազատության Հոգին։ Քուրեր եղբայրներ ջան, եւ երեցիկը ասում ես, միշտ կուզեմ դարձալ, նույն Հովհաննես 4 գլուխ 4 խոսքը։ Դուք Աստծուց եք, որդիակներ, ու անոնց հաղթեցիք, քանզի մեծ է անիկա, որտեղ մեջն է, քան թե անիկա, որ աշխարհի մեջն է։ Ինչո՞ւ պիտի հաղթես աշխարհը։ Դուք հաղթեցիք, որտեղ քո մեջի զորտան հոգին ատալիս հաղթություն։ Քուրեր եղբայրներ, առանց Սուրբ Հոգու զորության, առանց անձամբ իրա, դու չունես ոչ բանի հաղթություն։ Նա դևերից ազատողն է, սատանայի գործը քանդողն է, բժշկողն է, հոգուտ մեջ քայլողն է, ապրողն է քո մեջ Սուրբ Հոգին, եկիկ հասնողն է Սուրբ Հոգին, հապշտակողն է Սուրբ Հոգին, ամեն մանյանիստ է, փառք իրան, ու քո մեջ բնակված է Սուրբ Հոգին, քո մեջ ապրում է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին դու խավար չես, քո մեջ է բնակված։ Տեղ տալ Սուրբ Հոգուն, հանձնվել Սուրբ Հոգուն, այնպես կոնեզը կնվիրի, երկնքին Սուրբ Հոգին, այնպես բաց կանի քեզ այն անտեսանելին Սուրբ Հոգին, որ դու ամնացոր կտրվես իրան, կնվիրվես իրան։ Նեսիտ ախոնյակը կփոխվի, նեսիտ ծառայը կփոխվի, նեսիտ տպատը կփոխվի, միայն կնի երկինք, Քրիստոս ու միայն Քրիստոս։ Դանոն մարդու մեջ Սուրբ Հոգին է, փառք իրան։ Դու սա ուզես, մատերն է քո ներսդ, դալան է մատերն քո ներսդ, դալան է քո նպատակներդ։ Քանի հոգի կան այստեղ, որ կուզենան մեկանան Քրիստոս հետ, մեկանան Սուրբ Հոգու հետ։ Քանի հոգի են համաձայն, որ Սուրբ Հոգին ազատ անի ամեն մեղքերից, ամեն մեղքի ցանկություններից։ Քանի հոգի են համաձայն, երբ չգիտեմ ատիկը գիտի քեզ։ Այսօր ժամանակն է, մի անձյան տարբեր, միգուցե դա ուշ է, ինքան հայցանովեցան համաձայնության կա, բերքի ոչ առաջ, համաձայնվի, Հիսուս երեսիկ ասեց, դուք
չեք ուզում ինձ զիգակ, որ կյանք ունան, դուք չեք ուզում։ Քանի որ են ուզում, որ գա Սուրբ Ոգին եւ ազատ անի։ Գա Սուրբ Ոգին ու քարուքան դանի խավարի գործերը, քանի որ են համաձայն, քուրեր եղբայրներ։ Եվ այսպես ասում էի Երկրորդ Կորինթացիս 50 գրված 2:17 խոսքը։ Աստերը հոգի է, եւ ուր Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա, ալելույա։ Ուր Տիրոջ հոգին կա, այդ ազատություն կա։ Մեղքից, աշխարհից, ցանկություններից, մեղքին տանող բոլոր ճանապարհներից կա ազատություն, ազատան հոգին քո մեջ է։ Քուրեր եղբայրներ, սա հավատ է, հավատալ Տիրոջ խոստմունքին, հանձնվել Սուրբ Հոգուն, հանձնվել, ապրել իր համար, ապրել իր հետ, կյանքը ինքն է, քուրեր եղբայրներ։ Եվ ես եմ ուզում կարտամում են դիալոգ կանենք, եղբայրական առաջ դիալոգ կանենք։ Գեղեցիկ ասում է Եսայի մարգարեություն 59:19 խոսքը, 59:19 ու արևմուտքը Տիրոջ անունեն եւ արևելքը անոր փառքեր պիտի վախնա եւ Քրիստամին գետի պես գա Տիրոջ հոգին անոդեմ դրոշակ պիտի կանգնի ալելույա դե սատանան իր ամբողջ զորությունով գա քոդեմ նա գետի պես գա քոդեմ ամա դրոշակը պայմանալ քոդեմ Սուրբ Հոգին պիտի ազատ անի քեզ ալելույա ալելույա Հարավարի Տիրոջ անունը մի վախսի հանձնվի Սուրբ Հոգուն ալելույա ինչ ես վախեցել այդ մտքերով ինչ ես ախնում այդ սատանայի ստրով այդ առաջարկներով ինչ ես խաթել իրար հանձնվի Սուրբ Հոգու ձեռքը լցվի Սուրբ Հոգիով աղոթանի քո մեջ Սուրբ Հոգին նա գիտի քո տուլտեղերը այնպես ասում էի Հռոմայեցիս 8:26-27 որ Սուրբ Հոգին օգտանա հասնում մեր տղայություններին դու տղայանում ես թույլատնում ես գալիցաղունության Սուրբ Հոգին նա զավանների դիականն է եկեղեցին սրբացնողն է եկեղեցին մաքրո Սուրբ Հոգին է Եվ նա իմ կյանքին հաղորդանողը Սուրբ Հոգին է, հորետ մեգացնողը որտեղ Սուրբ Հոգին է, դες ով ալկո մեջ բնակվածը, դες ով ես դու, դες քո մեջ նամական զորավորը, ալելույա։ Ես կուզեի աղոթ կանենք, ովքերով կարիք ունեն, որ ասեմ բոլորը գան, ովքերով կարիք ունեն, դան մեզ ազատությունան, կարիք ունեն կաբանների քանդվելու, կարիք ունեն ազդեսի բժշկությանը, ինչ է կապել քեզ, նայդես ինչ է խանգարում քեզ, արի առաջ աղոթ կարվի քեզ համար, ու Տիրոջ հոգին, ազատության հոգին, ազատ կանի քեզ, արի հավատքովի առաջ, մի վախնա, մի նայ կողուշտըտ, մի նայ մարդի քո մասին կմտածեն, նայ Հիսուսը քո համար ինչ է դրել, կյանք է դրել քո համար, որ դու մեկանացի հետ, դարացյալ զավակը, դարացյալ հարազատը, հոգուտ ծառանուին կլինի, հոգիտ սիրի Հիսուսին, մեկանա իր հետ, ալելույա, այսօր ժամանանն է, ով ծառավասներ ջուրելու եկեք, ով ստանցունետոներ եկեք, զրի առեք, այսօր ժամանանն է, որտեղ նայի կվիճակին, հավատը կոտագործի արի Հիսուսին, նա տկարի զորությունն է, նա անգացի ոտի հանալն է, հիվանդի բրիշտն է, ալելույա, ալելույա, կանգնենք ոտի,